Արդեն 29-րդ օրը հացադուլի մեջ գտնվող Ներսես Պողոսյանի փրկության հույսը հարազատներն այժմ էլ կապում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ։ Երեկ Երևանյան գրասենյակին հասցեագրված դիմումից հետո այսօր Ներսեսի քրոջն ու կնոջը ընդունել է պատվիրակներից մեկն ու խոստացել արագացված կարգով հարցը քննարկել։ Կնոջ Լիա Պողոսյանի խոսքով միգուցե հենց նրանք համոզեն ամուսնուն թողնել պայքարի այս ծայրահեղ տարբերակը, քանի որ վերջինս սրտի ու աղեստամոքսային համակարգի հետ կապված առողջական լուրջ խնդիրներ ունի։ Մենք հանդիպել ենք Մարկ Բրինկլի հետ, պատվիրակ Կարմիր խաչի, ներկայացրել ենք Ներսեսի գործն ու ինքը ասաց, որ քրեական գործի շրջանակներում Կարմիր խաչը ոչ մի կերպ չի կարող միջամտել, միայն կարող են գնալ տեղում ծանոթանալ նրա պահման պայմաններին, առողջական խնդիրներին, հարցրեց ինչ որ առողջական խնդիրներ ունի, դա ա եղել հանդիպման բովանդակությունը։ Հաշվի առնելով, որ մի քանի օրից կլրանա հացադուլի 1 ամիսը, մարդասիրական առաքելությամբ հանդես եկող Կարմիր խաչում խոստացել են սեղմ ժամկետներում դիմումին պատասխան տալ։ Ներսեսի քույրն էլ Վարսիկը պնդում է, եղբոր վիճակն իսկապես մտահոգիչ է։ Մեր համար է այս պահին ոչ թե ինչ որ կարևոր է, թե որ կառույցը ոնց կարձագանքի, այլ միայն իմ եղբոր առողջությունն է այս պահին կարևոր։ Արդյոք Կարմիր խաչի ներկայացուցիչներին թույլ կտան այցելել Ներսես Պողոսյանին, այս հարցը դեռ պետք է սահմանված կարգով քննարկվի քրեակատարողական վարչությունում։ Ազատության հետ զրույցում այս մասին նշեց Վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը։ Անդրադառնալով Ներսեսի առողջական վիճակին նա ասաց. Գտնվում է բժիշկների հսկողության տակ, այս պահին առողջական վիճակը այսօրվա դրությամբ գնահատվում է բավարար։ Այսօր նրան այցելել է նաև հոգեբանը, համապատասխան զրույց են ունեցել։ Պարոն Ղլեչյան, իսկ ինչ է կարծում, կարիք չկա, որպեսզի նրան տեղափոխեն դատապարտյալների հիվանդանոց։ Եթե կարիք առաջանա, անպայման առաջին բուժօգնություն ցույց կտան, քանի որ այս պահին էլ ինքը բժիշկների հսկողության տակ է գտնվում։ Ներսես Պողոսյանի փաստաբանը սակայն այս հարցում համաձայն չէ Ղլեչյանի հետ։ Արայիկ Պապիկյանը, ով այսօր տեսակցել է իր պաշտպանյալին, վստահ է, որ նա լուրջ բժշկական հսկողության կարիք ունի։ Այրան ճնշումը չափելով հարցը չի լուծվի։ Ես իմ սուբյեկտիվ ընկալմամբ ես կարծում եմ ինքը ներկայումս այնպիսի վիճակում է, որ լավ կլինի նրան տեղափոխեն ավելի պատշաճ տեղ բժշկական հսկողություն ապահովելու առումով։ Ներսեսը շատ տկար է, հյուծված, գունատված, բայց վճռական, ասում է Պապիկյանը։ Ջրդուլ հայտարարելու մտքից էլ հետ չի կանգնել։ Ինչ վերաբերում է գործի մանրամասներին, ապա փաստաբանի խոսքով այսօր վերաքննիչ դատարանից վերջապես ստացել են որոշումը։ Դեկտեմբերի 14-ին խափամա միջոցը չփոխելու մասին վերաքննիչի որոշումը կարդալուց հետո փաստաբանը զարմանում է գործի մանրամասներին դատարանը առհասարակ ծանոթ եղել է, թե ոչ։ Մենք բողոքարկել էինք առաջացյալի դատարանի որոշումը, որ խափանման միջոցի երկարացումը եղել է առանց միջնորդության, այլ գրության հիման վրա, վերաքննիչ դատարանը բացարձակապես դրան անդրադարձ չի կատարել, բացարձակապես։ Եվ մեր կարծիքով վերաքննիչ դատարանը Ներսես Պողոսյանի 2 ամիս առաջ նույն որոշում ներկայացրել, այդ նույն որոշումը պատճենահանել էր, ամսացվերը փոխել, անգամ պաշտպանի ազգանուններ սխալ նշել, եւ այդ գրության մասին, որը մենք վիճարկում ենք իրավական առումով, վերաքննիչ դատարանի դատական ակտի մեջ, դատարանի պատճառաբանությունների մեջ խոսք չկար։ Փաստաբանի փոխանցման վերաքննիչի վճիռը շուտով կբողոքարկեն վճռաբեկում, հետո էլ եվրոպական դատարանում։ Պապիկյանն ասում է, պաշտպանյալին վշտացրել է գլխավոր դատախազի հայտարարությունը, որում նա ասել էր Ներսեսի իրավունքն է ուշադրության արժանանալ հացադուլով։ Ինքը շատ կարճ արձագանքեց ի պատասխան, ասեց, որ ես աստղային հիվանդությամբ չեմ տառապում, որպեսզի հացադուլի միջոցով իմ նկատմամբ ուշադրության հրավիրեմ։ Ես շոու բիզնեսի մեջ չեմ եւ լավ կլիներ, որ դատախազը իմ ներկայիս վիճակին իրավական գնահատական տալ, ոչ թե զգացմունքային գնահատականներ տալու։ Ներսեսի ընտանիքի անդամներն այսօր եւս եղան դատախազությունում։ Բազմաթիվ անգամ զանգահարելուց ու գործը վերահսկող դատախազի հետ հանդիպում խնդրելուց հետո մի քանի ժամ անց նրանց վերջապես ընդունեց Պետրոս Պետրոսյանը։ Ինչպես Ազատությանը փոխանցեց, Ներսեսի կինը խոստացել են գործը քննարկել ու վստահեցրել են, որ այն մշտապես գտնվում է իրենց ուշադրության կենտրոնում, բայց թե երբ կավարտվեն քննարկումներն ու երբ կլինի պատասխանը, չեն նշել։